Տնօրենը ասաց, որ այս ամենը սկիզբը առել մեկ մանկավարժի հեռացնելուց հետո, այդ մենք մանկավարժը ամենասկզբում հեռացել է իր նախաձեռնությամբ, իր անձնական պատճառներով, հետագայում կարծես թե ըստ տնօրենի այդ մանկավարժի տեսակետը փոխել է, որից արդեն շղթայական ռեակցիայով այլ մանկավարժներ են ազատման դիմումներ ներկայացրել եւ ասաց, որ նաեւ վարչական շրջանի ադմինիստրացիան նույնպես տեղյակ է եղել խնդրին, այց է եղել ադմինիստրացիայի կողմից այստեղ։ Հիմա ասաց, որ ծնողները հանդիպում են վարչական շրջանում ղեկավարության հետ։ Ես հիմա գնում եմ այդտեղ տեսնեմ այն տեսակետը, այն մյուս կողմից ինչ է հնչում եւ ինչ բուն պատճառներ են ուզում բարձրացնել։ Իսկ դուք հայտնեցիք, որ ծնողները նշում են, որ տնօրենը դասյարակներին ասել է տառականներ, նմանօրինակ վիրավորանքներ է հասցրել, դուք միայն մորգում կարող եք աշխատել, իմ աթոռը ավելի թանկ է, նմանօրինակ արտահայտություններ։ Քանի որ տնօրենը մի փոքր, այսպես ասեմ, ոնց հասկացա, առողջական առումով լարված վիճակում էր գտնվում, ես շատ այսպես հարցաքննողական ծպնդում չեմ արել, դետալների մեջ չեմ խորացել, ընդհանրապես ներկայացրել եմ այն պատկերը, որ ես հասցրեցի ծանոթանալ լրատվամիջոցների ճանապարհին, ինքը պնդեց, որ ցանկացած հարցի վերաբերյալ ինքը պատրաստական է լուծում տալ, գտնել կոմպրոմիսներ եւ գնալ ընդառաջ թե մանկավարժական համայնքին, թե ծնողական համայնքին։ Հիմա պատմում եք մեզ ընդունել եւ մենք էլ իրեն հարցեր շղանք որպես երկրորդ կողմ, որ ինքը մեղադրանքներին պատասխանի։ Այդ հարցը չեմ տվել, բայց եթե ուզում եք կարող եմ հիմա մոտենալ։ Հիմա փորձենք նաեւ իր տեսակետը լսել, առանց որևէ մենք նրան մեղադրանքներ չենք հնչեցնելու, այդ իրավասությունն էլ չունենք, բայց նաեւ իր տեսակետը լսենք։ Ես մոտ փորձում ճշտել։ Չէ, ինքը ասեց, ես վատառողջ չեմ, վիճակի չեմ, բայց խոսքերը մանրամասնորեն, որ դուք ասում եք, վերագրվում են իրեն, որ ինքը ասել է մանկավարժների հասցեին, այս պահին ինքը այլ ավելացնելու բան չունի։ Ասվածին ավելաց, մանկավարժներին ասվածին ավելացնելու։ Չէ, ինչ որ ձեզ ասել, դրան ավելացնելու ոչինչ չունի։ Ոչ ձեր այդ ասած արտահայտություններին, դրան պատասխան չհնչեց ոչ քեզ, ոչ հաստատ։ Նաև նշվում է, որ իր բարեկամներն են այստեղ աշխատանքի ընդունված, օրինակ ասում են այն տիկինը, որ ընդունարանում նստած է, իր քավորքինն է, երեխաների քավորքինն է, ասում են տարբեր հաստիկներում իր բարեկամներին է նշում, ըստ ծնողների, այս մասով խոսել եք թե ոչ։ Այս մասով չեմ խոսել, որտեղ ես մանրամասնություններին ինքս չեմ տիրապետում։ Դրա համար ես հիմա ուզում եմ գնալ վարչական շրջան եւ ինձ թվում է ձեր ասած խոսակցությունները այնտեղ ավելի հստակ կպարզաբանվեն։ Եվ ոստիկանների այս մեծ թիվը ինչով է պայմանավորված, բոլոր մանկապարտեզի տնօրեններն են այսպես պաշտպանվում։ Կդժվարանամ գնահատական տալ բոլոր մանկապարտեզների պահով, հավանաբար խնդիրը հասունացել էր այն կարգի, որ այս մասշտաբների աժոտաժը ենթադրել է ոստիկանների ներկայություն։ Չէ, բայց կոնկրետ իրենք տնօրենին են պաշտպանում, տնօրենի աշխատասենյակում են կամ ընդունանում։ Ոստիկանը պետք է հանրային կարգ ապահովի, բայց ինքը օրինակ թույլ չի տալիս լրագրողին մտնել հարցնել տնօրենին, կարելի է ձեր հետ խոսել, թե չէ, այսինքն սա ըստ էության անձի պաշտպանություն է, ոչ թե հասարակական կարգի։ Տեսեք, եթե մարդը պնդում է, որ ինքը վատառողջ է եւ ցանկություն չունի հարցազրույց տալու, Պարագայում ոստիկանները երևի թե միգուցե ընդառաջում են իրեն, բայց ընդհանուր առմամբ այո, եթե բանը հասել են նրան, որ մանկապարտեզի տարածքում կան ոստիկաններ ինչ որ իրական կամ մտածածին հասարակական կարգ պաշտպանելու համար, դա լավ բանի մասին չի խոսում, նշանակում է մանկավարժական անձնակազմ տնօրեն եւ ծնողական համայնք տնօրեն հարաբերություններում խնդիրը այն կարգի հասունացել է, որ անգամից վարչական շրջանը կամ քաղաքապետարանը ընդհանրապես զբաղվում են դրա հետևանքների վերացմամբ, այլ ոչ թե կանխում են, այլ ոչ թե կառավարում են, այլ ոչ թե փորձում են խնդիրը բան անել, այսպես ծագման փուլից միանգամից կասեցնել։ Այնպես որ սա ընդհանուր առմամբ նմանօրինակ դեպքեր շատ են լինում, թե դպրոցի տանք Նայիրի Զարյանի դպրոցի տնօրենն էլ նման խնդրահարույց բաներ պատմության կիզակետում էր հայտնվել, նման երևույթներ պարբերաբար ի հայտ են գալիս եւ այդտեղ է, որ երևում է, թե քաղաքային իշխանությունը որքանով է օպերատիվ, որքանով է պրոֆեսիոնալ, որքանով է կոմպետենտ իր իրավասությունների կատարման մեջ,
Ես դա ամեն դեպս իմ գլոբալ գնահատականը այնպեսին է, որ կա խոշոր հաշվով կառավարման որոշակի ճգնաժամ եւ պետք է բոլոր առումներով, ես չգիտեմ, ակտիվ քաղաքացի եւ այլ տարբեր հարթակներ են ստեղծվում, մարդկանց ասում են գրեգտի մեկ, բայց ես գտնում եմ, որ նման օրինակ խնդիրների կանխումը եւ նախականխումը ավելի շատ պետք է լինի կենթանի շփման մեջ, որ եւ վարչական շրջանի աշխատողները եւ քաղաքապետարանի աշխատողները բարբերաբար շփման մեջ լինեն ծնողական համայնքի հետ, մանկավարժների հետ եւ մանկավարժները որևիցե պարագայում կաշկանդված չլինեն որևիցե խնդրի մասին բարձրաձայնելուց ու մտավախություն չունենան, որ եթե ինչ-որ մի խնդրի վերաբերյալ մենք բարձրաձայնենք, այն մեզ կարող է աշխատանքից ազատել։ Այսինքն եթե այդ խնդիրը չի լուծվում, դու արդեն գործ ես ունենում հետևանքների հետ եւ դու որպես ադմինիստրացիա սկսում ես հրշեջի նման գնալ ինչ որ հրդեհներ բարելու հետևից։ Այս ընդհանուր առմամբ այդ ամենի մասին է խոսքը։ Ծնողները թե դա պետք է բարձրաձայնեն այդ փաստի հերքման կամ հաստատման հասցեատերը տնօրենը եւ պարոն Մխիթարյանը երկու այդ ամեն ինչին արձագանքեն։ Ըստ արձագանքի արդեն կհասկանանք թե ինչու՞ն է խնդիրը եւ արձագանքը պարտադիր չի լինի բերանաց ինչ-որ տեքստով այո կամ ոչ։ Գործողություններից արդեն ինչ-որ մի բան մեզ համար հասկանալի կլինի։ Եթե խնդիրը կարգավորվի եւ մարդիկ շարունակեն իրենց երեխաներին բերել այստեղ մանկավարժներն էլ աշխատեն, կնշանակի որ կամ չկար այդ հովանավորությունը, կամ էլ կար, բայց այդուհանդերձ կոմպետենտ է։ Իսկ եթե չլուծվի, կնշանակի կամ կար հովանավորություն, դրա համար խնդիրը ձևով գնաց կամ էլ չկար, բայց այդուհանդերձ սենց հետևողականորեն ինչ որ մեկը փորձեց այս խնդիրը այս տարբերակով լուծել։ Այնպես որ զարգացումները ցույց կտան, թե իրականում շանգլուխը որտեղ է թափված։ Ոստիկանները ստացվում է մեզնից են պաշտպանում տնօրենի մենք ենք իր։ Անկեղծ որ ասեմ, ես չեմ կարող այդ փոխարեն այդ հարցին պատասխանել, ինքը ինչպես քիչ առաջվա լայվի ժամանակ նոր տնտես, որ առողջական առումով որոշակի դժվարություններ ունի եւ չի ցանկանում ավելին ասել, քան ասել է ինչ էս պահ։ Կներեք, իսկ առողջական վիճակը թույլ տալիս է մանկապարտեզ տնօրինել այս պահին, այս փուլում։ Որ բախտ վիճակվեր ինքը ձեզ պատասխանել, միգուցե ինքը կասեր, չգիտեմ, անկեղծ չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Ես ընդհանրապես զուտ օբյեկտիվությունը պահելու համար, ուղղակի որ առաջին էստեղ էր միջադեպը, ես էստեղ եմ եկել, հիմա պատրաստվում եմ արդեն վարչական շրջանում եղելությանը ծանոթանալ, մյուս կողմի տեսակետներն լսել իրականությունը բարձելու համար։